Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի նիստերի աշխատանքներին։ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի նախագահությամբ կայացել է խորհրդի նիստը։ Ներկայացվել են խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունների զեկույցները։ Հունիսի 7-ին նշանակված Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մի շարք միջազգային կազմակերպությունների դիտորդական առաքելությունների ներքո, նշել է ազգային ժողովի նախագահի տեղակալն ու հավելել. Это отражает приверженность нашей страны. Սա արտացոլում է մեր երկրի հավատարմությունն ընտրական գործընթացի թափանցիկության եւ ժողովրդավարական չափանիշների սկզբունքներին։ Ընդգծվել է միջազգային մոնիթորինգի կարևորությունը որպես ընտրական գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդման գործոններից մեկը։ Հակոբ Արշակյանի խոսքով վերջերս Հայաստանում էր ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի երկարաժամկետ առաքելությունը։ Այս համատեքստում ազգային ժողովի փոխնախագահն ընդգծել է. Առաքելության պարբերական հրավիրումն արտացոլում է համագործակցության կայուն բնույթը եւ հայկական կողմի շահագրգռվածությունն ընտրությունների անկախ միջազգային գնահատման հարցում։ Հունիսի 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հիմնական պատվիրակության սպասվող այցը Երևան կդառնա միջազգային մոնիթորինգի կարևոր մասը։ Խորհրդի նիստի ընթացքում անդրադարձ է եղել վեհաժողովի ընթացիկ գործունեությանը, առաջիկա ծրագրերին։ Միջխորհրդարանական վեհաժողովը գումարել է նաև 60-րդ լիագումար նիստը։ Քննարկվել եւ հաստատվել են մի շարք մոդելային իրավական ակտերի նախագծեր։ Լիագումար նիստում ելույթ է ունեցել ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին։ 2025 թվականի օգոստոսի 8-ին ընդունված Վաշինգտոնյան հռչակագիրը նոր փուլ է բացել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման եւ տարածաշրջանային համագործակցության զարգացման գործընթացում, փաստել է ազգային ժողովի փոխնախագահն ու հավելել. Այսօր արդեն տեսանելի են խաղաղության գործընթացի գործնական արդյունքները։ Սահմանին այլևս չեն զոհվում մարդիկ, ինչը կարևոր հիմք է տարածաշրջանում կայունության, կանխատեսելիության եւ փոխադարձ վստահության ամրապնդման համար։ Ազգային ժողովի նախագահի տեղակալը կարևորել է նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս համատեքստում առանձնացրել խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունն ու TRIP նախագիծը։ Այս նախաձեռնությունները կոչված են ապահովելու փոխադարձ տնտեսական օգուտներ տարածաշրջանի բոլոր երկրների համար եւ ձևավորելու համագործակցության նոր միջավայր, հիմնված խաղաղության եւ փոխադարձ հարգանքի վրա։ Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր երկրներին, այդ թվում ԱՊՀ անդամ պետություններին նախաձեռնություններին ցուցաբերվող աջակցության համար եւ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու խաղաղության եւ տարածաշրջանային համագործակցության օրակարգի առաջմղումը։ Հակոբ Արշակյանն ու պատգամավոր Գեղամ Նազարյանը մասնակցել են վեհաժողովի պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի նիստին, իսկ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է պատգամավոր Շիրակ Թորոսյանը։ Երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստին էլ զեկույց է ներկայացրել պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը։